Առավոտ լսոն շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, իսկ ես ուզում եմ Մանեին ուղղել մեկ հարց։ Մանե, դու գիտեիր, որ Հայաստանում կա Higher School of Etiquette, էթիկետի բարձրագույն դպրոց։ Այո, Գիտեիր։ գիտեի։ Բայց շատերը կարող է դրա մասին չիմանան։ Այո, որովհետև մենք առիթ ունեցել ենք նաև, եթե չեմ սխալվում, տարիներ առաջ խոսելու այս թեմայի մասին, հենց մեր աղավարից էլ պատմելու դպրոցի գործունեության մասին, բայց այո, գուցե մեր հեռուստադիտողներից շատերը չգիտեն կամ չեն պատկերացնում, թե այս դպրոցը ինչ գործունեություն է ծավալում, եւ մենք հենց հիմա կպատմենք բոլոր մանրամասները, որոնք կապված են դպրոցի հետ։ Եվ այսպես էթիկետի բարձրագույն դպրոցի տնօրեն Արփի Օսկանյանն է այսօր մեր հյուրը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Կարող ենք սահմանել, թե ինչ է նշանակում էթիկա եւ էթիկետ։ Էթիկան դա փիլիսոփայական դոկտրին է։ Այսինքն էթիկան վերաբերվում է արժեքներին, սահմանում է արժեքները։ Իսկ էթիկետը ըստ էության սկսում է ձևավորել դրանց գործածությունը կյանքում։ Օրինակ, երբ մենք ասում ենք հարգանք, դա էթիկական նորմ է։ Եվ մենք կարող ենք երկար խոսել, ինչպիսին պիտի լինի հարգանքը, ինչ իմաստ ունի, ինչ բովանդակություն, ժամանակի ընթացքում ինչպես է փոփոխվել։ Էթիկան անդրադառնում է մարդկանց համակեցությանը, այդ թվում շատ բազում այլ հարցերին նույնպես, բայց նաև համակեցության խնդիրներին, որոնցից մեկը հենց հարգանքն է։ Անվտանգությանը, մարդկանց միջև էլի համակեցության նորմ է դա։ Իսկ այ էթիկետի միջոցով մենք սկսում ենք դրսևորել հարգանքը եւ թե ինչպես կարտահայտենք մեր կյանքում առօրյայում, ինչպիսի մարմնաշարժությամբ, խոսքով, ոճով, այ դա արդեն կլինի էթիկետ։ Քանի տարի է ինչ դպրոցը արդեն իսկ գործում է։ 2019 թվականից է դպրոցը բացվել։ Բազմաթիվ իհարկե դժվարությունների մեջով անցանք ինչպես բոլորը, բայց հույսով, հավատով, մեծ եռանդով մեկ հարցել Մանե, որը ինձ իսկապես հիմա շատ հետաքրքիր է։ Քանի տարեկանից կարող են երեխաները դիմել այս դպրոց էթիկետի։ Երեխաների հետ աշխատանքը իրականում պահանջում է հատուկ պայմաններ եւ ծնողի ներգրավվածություն։ Կան դպրոցներ, որոնք աշխատում են երեխաների հետ առանձին, բայց իմ փորձը ցույց է տալիս, որ եթե ծնողների ներգրավվածությունը չկա, երեխան իհարկե կսովորի դպրոցում, բայց ինեն անհրաժեշտ է միջավայր։ Եթե դու երեխային սովորեցնում ես ինչպես պետք է օգտվել, ենթադրենք սպասքից, նա հետո դա պետք է կիրառի իր տանը։ Եթե չկիրառի, ապա կմոռանա ամեն ինչ։ Այո, պարզապես ինչպես լեզուները, ինչպես ցանկացած հմտություն, որ մենք ունենք, օգտագործում ենք, գիտենք, չենք օգտագործում, ժամանակին գիտեինք, ինչ որ մի օր դա իմացել ենք եւ վերջ ընդհանրապես։ Գանք նաև բովանդակության ինչ են սովորում դպրոցում եւ ինչպես է ընթանում դասապրոցեսը եւ արդյոք այն գիտելիքները, որոնք ձեռք են բերում դպրոցի սաները, օգնում են հետագայում փոխհարաբերություններ ունենալու կամ որակը ավելի բարելավելու այդ փոխհարաբերությունների իրենց միջավայրում արդեն։ Դպրոցը հիմնական 3 ուղղությամբ է աշխատում։ Մենք աշխատում ենք էթիկետի հետ, այսինքն գործարար եւ սոցիալական էթիկետ։ Մենք իհարկե արարողակարգի ոլորտում ենք աշխատում, սա արդեն պետական արարողակարգի դիվանագիտական արարողակարգն է, եւ նաեւ մենք աշխատում ենք քաղաքական խորհրդատվությունների ոլորտում, այսինքն political consulting, հենց քաղաքական խորհրդատվություններ։ Սա նոր ուղղությունն է, որը մենք էլի զարգացնելու ենք եւ որը անմիջականորեն իհարկե կապված է թե արարողակարգի հետ, թե էթիկետի հետ։ Նաև խոսենք այն բոլոր խախտումների մասին, որ շատ ավելի հաճախ անում ենք էթիկետի կանոնների խախտումների մասին, որոնք գուցե նաև նյարդայնացնում են դիմացինին։ Հատկապես ձեզ, տեսնելով այդ խախտումները։ Գիտեք, ես չեմ այդքան նյարդայնանում, որովհետև ես կարողանում եմ հասկանալ պատճառները։ Ինչի ես նաև կինետիկայի մասնագետ եմ եւ ես կարողանում եմ շուտ զգալ, թե ինչի մարդը այդպիսի ռեակցիա տվեց։ Դա նյարդայնացնում են ավելի շատ նման խախտումներ, նյարդայնացնում են ուրիշներին, շրջապատողներին։ Էթիկետը դա կոմունիկացիաների արվեստ է։ Ժամանակակից կյանքում էթիկետից առանձնացրել են տարբեր ուղղություններ, օրինակ ռետորաբանությունը։ Եվ այ մենք գնում ենք եւ սովորում ենք ռետորաբանություն առանձին, բայց իրական դա էթիկետի մի մասն է կազմում։ Եւ եթե ձեզ սովորեցրեցին, ինչը հոյակապ է խոսել, բայց դուք
չեք կարողանում ընկալել միջավայրը, ընկալել լսել դիմացինին, դիմացինին, ընտրել ճիշտ գույներ, ճիշտ բույրեր, ճիշտ հագուստ, ճիշտ տեղի համար։ Այո, դուք արդեն կորցնում եք։ Իսկ եթե կարող էիք շատ ավելին ստանալ այդ կոմունիկացիայի արդյունքներում, ստացաք ընդամենը մի փոքրիկ բաժին է։ Ինչն է մեզ հաճախ ինչ սխալներ են լինում, ամենատարածվածը դա իրար չլսելը։ Մենք բացարձակ կորցրել ենք բանավեճի արվեստը, այսինքն բանավիճել, երբ մարդիկ կարող են կարծիքներ փոխանակել, հարգելով միմյանց, լսելով միմյանց։ Սա բավական վատ վիճակում է, ես կասեի, մենք դադարել ենք բարևել։ Օրինակ ժամանակակից կյանքում, երբ դուք մտնում եք մուտք, ու այնտեղ անծանոթ մարդ կա, դուք այլևս չեք բարևում։ Ну, դուք ասելով մենք բոլորս հավաքական որպես կերպար չենք բարևում։ Այսինքն հիմա արդեն բարևը վերածվել է անձնական ծանոթության պայմանի, կամ մենք ճանաչում ենք իրար անձնապես եւ ես ձեզ կբարևեմ, կամ կմտնեմ ինչ-որ մի տարածք եւ այդտեղ կբարևեմ։ Բայց եթե ես վերելավկում եմ, որտեղ մարդիկ կան, ես իրենց այլևս չեմ բարևում։ Այսպիսի սրանք ավելի փոքր ենք կարծես դարձնում, չէ՞ մեր միջավայրը այդպես։ Սեղմում ենք ավելի, բայց նաև ամեն ինչ փոխվում է եւ էտիկետն էլ փոխվում։ Ես համաձայն եմ ձեզ հետ լսելու եւ չբարևելու այս կանոնները շատ հաճախ են խախտվում։ Ինչ կարծրատիպեր կան էտիկետի մասին, որոնք կցանկանայի օրինակ հերքել։ Սենց արմատացած կարծրատիպերը երկուսն են, որ էտիկետը դա դանակների եւ պատառաքաղների մասին է, եւ երկրորդը դա այն, որ էտիկետը անցյալում մնացած ինչ-որ մի բան է, հա, այդ դա երևի 18-րդ, 19-րդ դարում անհրաժեշտ էր, իսկ հիմա մեզ այլևս անհրաժեշտ չի։ Էտիկետը դա կոմունիկացիաներ են։ Դա գրագետ կոմունիկացիաների արվեստ է։ Դա նշանակում է, որ ես կկարողանամ ձեզ հետ այնպես համակեցություն ապահովել, այնպիսի համակեցություն, այնպիսի միջավայր ստեղծել, որ դուք հաջորդ անգամ էլ սիրով ինձ հետ կշփվեք, կամ մտածված իմ նպատակներից ելնելով կստեղծեմ այնպիսի միջավայր, որում դուք այլևս ինչ որ սահման չեք հատի ինձ հետ։ Կարևորը ինչու՞մ է, էտիկետը մեզ տալիս է հնարավորություն գիտակցված որոշումներ կայացնել, ոչ թե էմոցիոնալ, ոչ թե սպոնտան, այլ սահմանել մեր նպատակները եւ այդ նպատակներին համապատասխան մենք ունենք գործիքակազմ։ Էտիկետը մեզ տալիս է այդ գործիքակազմը եւ մենք կարողանում ենք դրանք օգտագործել։ Իսկ դպրոցում նաև կարող ենք սովորել էմոցիաները կառավարել։ Մենք ունենք մարմնաշարժության առանձին դասեր եւ կինետիկայի դասեր, որովհետեւ մարմնաշարժություն կարելի է սովորել, բայց շատ ավելի դժվար է կառավարել մարմինը, երբ դուք հանգիստ եք, երբ դուք լարված եք, դուք միշտ կարող եք ձեզ հետևել, պահել ձեր ուսերը, ամեն ինչին կհետևեք, որտեվ դուք կենտրոնացած եք։ Շատ ավելի դժվար է աշխատել այն պայմաններում, երբ մարդը լարված չի, ինքը արդեն հանգստացավ, սովորեց միջավայրին եւ այդտեղ արդեն ինքը սկսում է ցույց տալ այն, ինչ իրեն համար սովորական է, իր սովորությունները, իսկ սովորությունները շատ դժվար է փոխել։ Մենք քիչ առաջ էլ զրույցից առաջ էլ խոսում էինք այն մասին, որ ժամանակը շատ արագ է սլանում եւ այս արագ ժամանակի մեջ դուք նախորդ հարցերից մեկում նշեցիք, որ շատ կարեւոր է այն միջավայրը, որտեղ գտնվում ենք, այդ միջավայրի համար ընտրել հագուստ, գույն, ոչ, նույնիսկ բույրն է շատ կարեւոր, բայց եթե ժամանակը շատ սահմանափակ է մարդու մոտ եւ մեծ ուշադրություն չի կարող դարձնել բոլոր կանոնները պահպանելուն, որտեղից սկսել եւ ինչ քայլերով փորձել կոդրել այդ սովորությունները, վատ սովորությունները։ Բարեբախտաբար ժամանակը օրվա մեջ ինչպես կար 24 ժամ, այդպես էլ կան այդ 24 ժամները եւ բարեբախտաբար դեռևս մենք առավոտյան լվացվում ենք, հարդարվում ենք, հագնվում ենք եւ նոր դուրս ենք գալիս։ Այսինքն միևնույնն է դուք ծախսելու եք ժամանակը, որպեսզի նախապատրաստեք ձեր արտաքին տեսքը օրվան։ Այստեղ արդեն գալիս է այն հարցը կգտնեք դուք 24 ժամվա մեջ կես ժամ, որպեսզի մտածեք ձեր հաջորդ օրվա մասին, ձեր նպատակների մասին։ Էտիկետը դա նպատակներն են։ Եթե ես գալիս եմ ձեր տաղավար եւ հյուր եմ ձեզ մոտ, ես մտածում եմ, ինչպիսին է լինելու միջավայրը, ինչ նպատակ ես ունեմ, ովքեր են լինելու իմ զրուցակիցները եւ ամենակարևորը, որը կլինի իմ նպատակը, ինչ արդյունք եմ ես ուզում ստանալ։ Դրան համապատասխան եմ ես ընտրում իմ հագուստը, օծանելիքը, որը կօգտագործեմ կամ չեմ օգտագործի,
Ես չեմ ճանաչում ձեզ, ես չեմ ճանաչում այստեղ գտնվող մարդկանց եւ ես չգիտեմ ով ինչպես կարձագանքի ինչ բույրի։ Ուրեմն ես սոցիալիկ պարզապես չեմ կրի։ Որովհետեւ ինձ համար կարևորը կլինի նպատակը, կոմունիկացնել, կոմունիկացիաներ ստեղծել եւ եթե ես կգտնեմ այդ կես ժամը, ես անպայման կկարողանամ ինձ տալ հարցեր իմ նպատակների մասին եւ ճիշտ ընտրել հագուստս, հարդարանքս, օծանելիքը, գույնը, որով ես գալու եմ տաղավար կամ հյուրընկալվելու եմ կամ գնալու եմ հարցազրույցի։ Սա ընդհանրապես իրականում 3 հարց է, մանավանդ եթե մենք խոսում ենք հագուստի մասին։ Հագուստը ունի 2 ֆունկցիա՝ սոցիալական եւ էկոլոգիական։ Ուրիշ որևէ ֆունկցիա չի կատարում մեր հագուստը։ Ցանկացած դեպքում, եթե մենք շեղվում ենք մի ուղղությամբ, այսինքն գերակայություն ենք տալու օրինակ մի ֆունկցիային, էկոլոգիականին, մենք տանուլ կտանք, որովհետև հաշվի չենք առնի սոցիալական շփումների խնդիրը։ Ում հետ ենք մենք, ինչ դեր ենք կատարում այդտեղ, այսինքն մեր հիերարխիայի մեջ մեր դիրքը ինչպիսին պետք է լինի եւ մեր նպատակը ինչպիսին է լինելու։ Իսկ ինչ էթիկետի կանոններ կան, որոնք բնորոշ են հատուկ մեզ հայերիս։ Կան այդպիսի կանոններ արդյոք։ Ես կասեմ բարեբախտաբար, մենք չունենք հատուկ կանոններ, որովհետև էթիկական առանձնացված եւ ընդգծված, ես ասում եմ, ընդգծված նորմերը բնորոշ չեն ազգերին, ժողովուրդներին։ Դրանք շատ ավելի, այսպես ասած, ցեղերին բնորոշ են։ Ազգերը իսկ մշակույթը լինել ազգ, ունենալ պետություն, պետականություն, հա, եւ հարյուրամյակների, հազարամյակների պատմություն, դա նշանակում է փոխհարաբերություն այլ պետությունների հետ, այլ ժողովուրդների հետ, այլ մշակույթի հետ։ Եվ հետեւաբար դու սկսում ես վերցնել իրենցը, փոխանցել քոնե իրենցը։ Եթե մենք վերցնենք հին Հունաստան տեղափոխվենք Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մենք կտեսնենք ինչպես է փոխվում ամբողջ էթիկետը, վարվեցողությունը, հագուկապը, որովհետև հույները ծանոթացան պարսիկների հետ։ Այս մշակույթների բախումները տալիս են հնարավորություն մի կողմից լինել առանձին եւ նույն ժամանակ լինել ընկալելի, հասկանալի, շատ ավելի հարստացնում են քեզ։ Եվ տեսեք, մենք եթե գնանք դեպի արևելք տեղափոխվենք, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, ամենտեղ ուտում են փայտիկներով։ Ամեն երկրում ինչ որ մի փոքր առանձնահատկություն կա, բայց տարածաշրջանին բոլորին բնորոշ է։ Այո։ Միգուցե դուք կգտնեք Չինաստանում առանձին շրջան, որը ինչ որ հատուկ ձևով դա կօգտագործի, բայց ընդհանրությունները շատ մեծ են, եւ սա դրական է։ Բարեբախտաբար է։ Բարեբախտաբար, այո։ Մենք այսքան խոսեցինք տարբեր ոլորտներում էթիկետի կանոնների մասին, բայց մեր հեռուստադիտողներին հիմա կարող ենք բացել փոքրիկ գաղտնիք, որովհետև մենք քիչ անց նաև գործնականում կտեսնենք կիրառություն, բայց փոքրիկ դասընթաց կարող ենք այսպես ասել։ Բայց որ ոլորտին եւ որ ուղղությանը կվերաբերի այդ դասընթացը կիմանանք քիչ անց, միասին առաջարկում եմ լսենք երաժշտություն, ապա վերադառնանք եւ շարունակենք մեր դասը։ Վերադարձանք եւ ինչպես խոստացել էինք, այսօրվա դասընթացը նվիրվում է թե ինչպես սպասքից օգտվել, այսպես ասենք։ Այո, վերաբերվում է կուվերտին։ Հյուրին հատկացված հատվածը սեղանի շուրջ կոչվում է կուվերտ։ Ինչքան ավելի մեծ հատված կկարողանաք ձեր հյուրին հատկացնել, իհարկե այդքան ավելի լավ, բայց ոչ, այսինքն պետք է պահպանել այնպիսի տարածք հյուրերի միջև, որպեսզի իրենք կարողանան հանգիստ շփվել։ Եվ այսպես մենք ինչ ունենք այստեղ ստանդարտ կուվերտ։ Ստանդարտ կուվերտի մեջ մտնում են իհարկե բաժակները, հիմնական սպասքը եւ հացի համար նախատեսված ափսեն, փոքրիկ ափսեն։ Ռուսերեն կոչում են պիրաշկովը տարելկը, մենք ասում ենք հացի ափսեն։ Հացի ափսեն միշտ դրվում է ձախից, կենտրոնում մեր հիմնական սպասքն է եւ իհարկե ունենք բաժակները միշտ աչից։ Երբեմն սա հիշելու համար օգտագործում են այդ BMW, հա, bread, meal, water։ Այդ սկզբունքով սկսում են հիշել եւ իհարկե ունենք մանր սպասքը, դանակները եւ պատառաքաղները։ Ամենակարևորը, եթե դուք չգիտեք, խառնվում եք, որ սպասքից օգտվել, սկսեք արտաքին եզրից։
Եթե մեզ իսկ այդպիսի դեպքեր շատ հաճախ են լինում։ Այո, պետք է ասեմ։ Այո, եւ ինչն է կարեւոր, եթե կլինի հատուկ ուտեստ, որը նախատեսում է հատուկ սպասք, սովորաբար ժամանակակից արդեն էտիկետի մեջ ուտեստի հետ դուրս են բերում նաեւ սպասքը, իսկ ստանդարտ կովերտի մեջ դնում են ընդհանրապես այն, ինչից դուք պետք է օգտվեք հիմնականում։ Եվ այսպես, եթե մենք տեսնում ենք գտալ, սա մեզ արդեն հուշում է, որ լինելու է ապուր։ Եւ մեզ կմատուցեն ապուր, բնականաբար ապուրի համար նախատեսված ապսեում, դրանք տարբեր են լինում, մենք վերցրել ենք ամենաստանդարտ դասական տարբերակը։ Ինչն է կարևոր, որ ապուրը ուտելիս մենք միշտ վերցնում ենք, շարժում ենք մեզնից, այս շարժումն ենք կատարում, այսինքն երբեք ոչ դեպի մեզ։ Սովորենք հակառակը։ Այո, բայց մենք եւ սա բավական տրամաբանական է, որպեսզի չթափենք մեր վրա։ Մենք պետք է նաեւ հասկանանք, որ էտիկետը ձևավորվել է հնում եւ այն ժամանակ շատ ավելի լայն եւ տափակ էին գտալները, ավելի հեշտ էր թափել։ Այո, հիմա իհարկե այսպիսի մեծության գտալ ձեզ չեն դա շատ ավելի փոքրիկ են, ավելի խորն են, բայց ամեն դեպքում մեզնից, այսպես։ Մեզնից դեպի դուրս։ Եվ մոտեցնում ենք ոչ թե եզրով, այլ այս հատվածով, կողքի հատվածով, այսպես շատ ավելի հեշտ է լինում։ Մի բան, որ կուզեմ ուշադրություն դարձնեք, եթե ապուրի մեջ կան մեծ կտորներ մսի բանջարեղենների, նաև պետք է մատուցել ուրեմն դանակ եւ պատարակա, որտեղ մենք գտալով այնուամենայնիվ միայն իրավունք չունենք կտրել, կիսել եւ գտալով չէ, մենք դա անում ենք պատարակաղով։ Գտալը եւս մեկ հարց, ապուրը ուտում ենք նորենք մեջի այդ մեծ հատվածները կտրտում եւ ուտում։ Այո, ապուրը ամբողջությամբ ուտում ենք, հետո սկսում ենք, եթե ուզում ենք, կտրատել եւ արդեն ուտել մսի կտորները եւ խոշոր բանջարեղեն։ Հենց այդ պատճառով շատ հազվադեպ են մատուցում մանավանդ ֆորմալ միջավայրում ապուրներ, որտեղ կան այդպիսի մեծ կտորներ, հիմնական կրեմ ապուրներ են։ Դրանից հետո արդեն մենք ունենք, այսպես ասած, դանակները եւ մեր պատարակաղները, տարբեր երկրներում կա օգտագործման տարբեր ոչ, բերեք մենք անդրադառնանք մեր սովորականին, ամենատարածվածին։ Եվ այսպես ունենք անձեռոցիկ, անձեռոցիկը միշտ պետք է լինի մեր ծնկներին։ Ուշադրություն դարձեք շատ հաճախ ռեստորաններում կամ տանը նույնիսկ, եթե դուք դնում եք անձեռոցիկը սեղանին, հյուրերը մոռանում են դրա մասին։ Դնում են ափսեի կողքին։ Դնում են ափսեի կողքին, երբեք չեն դնում իրենց ծնկներին։ Իսկ եթե դնում են ծնկներին, շատ հաճախ դա հայտնվում է հատակին։ Որպեսզի չհայտնվի հատակին, տանը ունեցեք կտորից անձեռոցիկներ եւ պարզապես սովորեք, որպեսզի դրանք միշտ լինեն ձեզ հետ, երբ դուք ճաշում եք։ Եվ դանակները, պատարակաղները բնականաբար մենք պահում ենք համապատասխան աջ եւ ձախ ձեռքում, եթե մենք չպետք է կտրատենք, իսկ կտրատում ենք մենք միայն խոշոր բանջարեղենները եւ միսը, ապա իհարկե պատարակաղը պահում ենք մեր աջ ձեռքում։ Նշեմ, որ ժամանակակից էտիկետը թույլ է տալիս ձախլիկների համար փոխել սպասքի տեղը։ Այսինքն, եթե դուք գիտեք, որ ձեր հյուրը ձախլիկ է, ապա կարող եք փոխել բաժակները եւ հացի ափսեն մնում են իրենց տեղում, իսկ այմանր սպասքը կարող եք հանկիստ փոխել, որևէ խնդիր չի լինի եւ հյուրը կօգտվի։ Էտիկետը թույլ է տալիս։ Եվ հյուրն էլ կզգա, որ հատուկ վերաբերմունք է արժանացել։ Իր համար դուք ամեն դեպքում դա նախատեսել եք։ Եվ համապատասխան մեզ դուրս են բերում ուտեստը, մենք արդեն գիտենք, որ ուտելու ենք եզրից, այսինքն վերցնելու ենք ամենաեզրին դրված սպասքը եւ ուտելու ենք ուտեստը։ Ուտելուց հետո մանր սպասքը դնում ենք ափսեի մեջ այս դիրքում կամ երբեմն այսպես։ Էական տարբերություն չկա, սրանք արդեն, այսպես ասած, երանգներ են, որոնք տարբեր երկրներում են գործում։ Կդնեք այսպես մանավանդ ռեստորանային էտիկետում եւ մատուցողը անմիջապես կհասկանա, որ դուք ավարտել եք եւ ինքը պետք է տանի սպասքը։ Եթե դուք կդնեք այսպես, դա դեռ նշանակում է շարունակելու է։ Բայց ինչից պետք է խուսափել, երբեք մի դրեք այս դիրքում, որովհետև նախ սա ընդունված չի, եւ երկրորդը դա ըստ էության նշանակում է, որ ձեզ դուրս չի եկել ուտեստը։ Մանավանդ եթե դուք հյուրընկալում եք, նույնիսկ ռեստորանում եք, ձեզ հրավիրել են ու ձեզ ոչինչ դուրս չեկավ, բայց ցույց տալով, որ ձեզ ինչ-որ բան դուրս չի եկել, դա էտիկետից դուրս է համարվում։ Դուք ուղղակի վիրավորում եք մարդուն, ով գումար է ծախսել, ժամանակ է ծախսել, ձեզ հրավիրել է, հա, այսինքն երբեմն լինում են դեպքեր, որ իսկապես ուզում ես այդպես դնել դանակը եւ պատարակը, չէ՞։ Բայց այդ դեպքում ասեմ, մի դրեք այսպես, լինում են այդպես, օրինակ կարող է սնունդի մեջ ինչ-որ մի բան եք գտել։ Այո։ Էլի մենք այստեղ պետք է այդ կոմունիկացիայից ելնենք։ Ես կենտրոնանամ դրա վրա, թե ամեն դեպքում հաշվի առնեմ, որ մարդը ով ինձ հրավիրել է,
չուզենամ, հա, իրեն անհարմար դրության մեջ դնեմ եւ պարզապես չեմ ուտի, դեմքս ոչինչ չի ցույց տա։ Իսկ եթե անպայման ուզում եք ասել, ուրեմն մի դրեք սպասքը, այլ խնդրեք, որ կանչեն շեֆ խոհարարին կամ սուշեֆին։ Եվ ոչ մի դեպքում մի պարզաբան եք ուտելիքի հետ կապված ոչ մի հարց մատուցողի հետ։ Մատուցողի գործն է վերցնել ուտելիքը եւ բերել ձեզ։ Այո, ինքը կարող է պատմել ինչ կա ուտեստի մեջ, բաղադրատոմսը, բայց որակական հարցերը քննարկում ենք շեֆ խոհարարի կամ սուշեֆի հետ, ով որ դուրս կգա։ Կան նշաններ, էլի, դանակով եւ պատարակով կարող ես հուշել։ Դուր է եկել ոչ։ Այո, շատ կան եւ դա կախված է պատմության հետ, ռեստորանային էտիկետի պատմության հետ, բայց ամեն դեպքում մեր էլի վերադառնամ նույնին, մեր խնդիրը կոմունիկացիան է։ Մեր խնդիրը ոչ թե ուտեստն է, դուրս չեկավ, հաջորդ անգամ այդ ռեստորան չենք գա։ Հաջորդ օրը այդ ուտեստը չենք պատվիրի։ Բայց չենք վիրավորի մարդուն։ Բայց չենք վիրավորի նրան անհարմար դրության մեջ առնվազն չենք դնի մարդուն, ով մեզ հրավիրել է, գումար է ծախսել, ժամանակ է ծախսել մեզ հետ։ Բաժակները, եթե ժամանակ ունենք, ապա բաժակներին էլ անդրադառնանք, էլի ես ուզում եմ պարզապես ուշադրություն դարձնել, օղու բաժակը կիրառվում է միայն ռուսական էտիկետի մեջ, սա եվրոպական էտիկետին բնորոշ չի, հայկական էտիկետը, քանի որ նմանություններ ունի, ապա մենք օգտագործում ենք մրգային օղիների տեսակներ։ Իսկ մնացածը գինու, կարմիր գինու բաժակը, սպիտակ գինու բաժակը եւ իհարկե փրփրուն գինիների կամ շամպայնի բաժակը։ Մենք այստեղ նաեւ ունենք ջրի բաժակ։ Մեզ մնում է ասել շնորհակալություն։ Այո։ Ես եմ շնորհակալ։ Փոքրիկ դասընթացի եւ հարցազրույցի համար, իսկ մենք շարժվենք առաջ փոքրիկ գովազդային դադար։